Բարի երեկո։ Այսօր շատ-շատերի ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացել։ Ինչպես արդեն գիտեք, այսօր հայաստանյան ՀԿ-ներից մեկը Գյումրու, մեկ այլ ՀԿ-ի դահլիճում պետք է ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել, բայց չստացվեց։ Գյումրեցիները փառատոնը կազմակերպած ՀԿ-ի եւ դահլիճ տրամադրած ՀԿ-ին ասացին «ՀԸ, չեք անի» ու չարեցին։ Հիմա այս խնդրի ամենամառազմային կողմի մասին։ Բանն այն է, որ Վանյանը, ինչպես արդեն խոսել ենք, այս փառատոնը փորձել էր կազմակերպել դեռևս նախորդ տարի Երևանում։ Այն ժամանակ չստացվեց։ Հենց դահլիճի տերերը տեղեկանում էին, թե ինչի համար է օգտագործվելու իրենց տարածքը, ՀԿ-ի շեֆին ՀԸ էին ասում։ Բայց Վանյանն անդրդվելի էր եւ ամեն ինչ արեց, որ այս տարին ի վերջո անցկացվի, այս անգամ Գյումրիում։ Հիմա մի տեսակ տպավորություն է ստեղծում, թե այդ միջոցառումն այս մարդու համար սկզբունքի հարց է դարձել։ Եթե փորձենք տրամաբանել, լավ, փորձեցիր մի անգամ հասկացար, որ մարդիկ չեն ուզում դեմ են, որ հասարակության մեծ մասը, այսպես ասենք, այլ կերպ է մտածում, քան դու։ Ինչու ես փորձում նույնն անել հաջորդ տարի։ Արդյոք այդքան սկզբունքային խնդիր է, որի համար արժե տոննաներով թուքումուր ուտել։ Ի վերջո, հասարակական կազմակերպությունը, որը նա ղեկավարում է, կարող է մի շարք այլ ծրագրեր իրականացնել, որոնց համար դրամաշնորհներ հաստատ կշահի եւ ապրուստի միջոց կհայթայթի։ Բայց ինչու հենց այս թեման, ադրբեջանական ֆիլմերի փառատոնը։ Ինչն է մարդուն ստիպում ամեն գնով հասնել մի բանի իրականացման, որին այդքան մարդ դեմ է։ Պատասխանները գոնե իմ ընկալմամբ կարող են երկուսը լինել։ Երբ առաջին անգամ չստացվեց, սույն իրավապաշտպանի համար փառատոնը կազմակերպելն իսկապես էր թասիբի հարց դարձավ։ Հնարավոր տարբերակ է, բայց այս դեպքում բացարձակ անհասկանալի է դառնում, թե ինչպես կարող է թշնամու ֆիլմերի ցուցադրությունը դառնալ թասիբի հարց։ Ընտանիքի, ընկերոջ, սեփական անձի պատիվը, հայրենիքի պաշտպանությունը եւ այլ արժեքներ, այս ամենի պարագայում թասիբը միանգամայն հասկանալի է եւ ենթադրել է։ Իսկ եթե այնուամենայնիվ ադրբեջանական ֆիլմի ցուցադրությունն իսկապես էլ մարդու համար թասիբի հարց է, ապա ստացվում է, որ թշնամու ֆիլմերի ցուցադրությունն ամեն գնով կազմակերպելու թասիբը կոնկրետ այս պարագայում հավասարազոր է ընտանիքի կամ հայրենիքի պատվի թասիբին։ Էլի տարբերակ է, բայց այդ դեպքում թող որևէ մեկը հոգու խորքում անգամ չնեղվի, երբ իրեն խնդրում են հավաքել իրերն ու պարզ գործողություն անել։ Ինչպես ես հասկացա, դիմել ես շատերին, բայց քեզ ասել են չիկ։ Ոչ, ինչ չեն ասել չի։ Իսկ ինչ չեն ասել մուժիկ։ Ինձ ասել են սիկ։ Ինձ մուժիկից։ Երկրորդ տարբերակն այն է, որ մեծն իրավապաշտպանին այս փառատոնի հովանավորները դեռ նախորդ անգամ արդեն փողը տվել էին։ Չարլեզուները մասնավորապես ասում են, որ այս ծրագրի համար ՀԿ-ն $10,000 էր ստացել։ Այդպես է թե ոչ դժվար է ասել, բայց որոշակի տրամաբանություն սրանում իհարկե կա։ Մասնավորապես, որ փողն արդեն տվել են, մարդն էլ դեռ նախորդ տարի այն ծախսել է, հիմա ուզի թե չուզի պետք է գործը անի։ Բայց նույնիսկ եթե այդպես է, արդյոք նշանակում է, որ փողի համար, անգամ հազարավոր դոլարների համար մարդկային այս տեսակը պատրաստ է ամեն ինչի։ Մի քանի օր շարունակ Գյումրիում բողոքի ակցիաներ էին, հարյուրավոր մարդիկ վրդովված էին, քաղաքը բառեզբուն իմաստով եռում էր, զոհված ազատամարտիկների մայրեր ու այրիներ էին պահանջում հրաժարվել այդ գաղափարից։ Ապարդյուն, կազմակերպիչները պնդում էին, թե միևնույն է, փառատոնը կազմակերպելու են։ Ինչ է սա, եթե ոչ ծայրագույն արհամարանք այդքան մարդու հանդեպ, եւ ինչ է սա, եթե ոչ ծայրագույն ցինիզմ ամեն գնով անելու մի բան, որը որ կողմից էլ նայած անելու բան չի։ Բայց մի կարևոր հարցում կազմակերպիչները իրենց հաշվարկներում սխալվել են, տեղի ընտրության հարցում։ Գյումրիում նման ավանտյուրան չէր անցնի։ Գյումրեցիք այդ մարդիկ չեն, որ թողնեին նման բան անցկացնել իրենց քաղաքում ու չթողեցին։ Здравствуйте. Все, кино не будет. Электричество кончилось. Բա ասում եք ամեն դեպքում միևնույն է ֆիլմերը ցույց ենք տալու։ Չնայած քչերը գիտեն այդ մասին, բայց տղերքը նույնիսկ Գյումրիից մի կերպ ծլկելուց հետո էլ փորձել են ֆիլմերը ցուցադրել, արդիկի մատույցներում գտնվող ինչ-որ օբյեկտում, բայց այստեղից նույնպես իրավապաշտպան տղերքին, այսպես ասենք, խնդրել են հեռանալ։ Գյումրեցիներն այս կապակցությամբ շատ լավ անեկդոտ ունեն, բայց եթերից պատմելու բան չի։ Առողջ եղեք։